Պարոն Մելքոնյան, օրերս դուք լրատվամիջոցներից մեկին ասել էիք, որ եթե օրինակ մեր ծիրանը Ռուսաստան չգնա, ոչինչ, մենք ծիրանը օղի կքաշենք։ Հիմա ոչ միայն ծիրանը չի գնում, հիմա սահմանափակումներ կա լոլիկի, ծաղկի հետ կապված, ծաղկից ինչ ենք անելու, ո՞նց ենք վարվելու այդ մրգի, բանջարեղենի հետ, ինչ անենք։ Ամեն ինչը իր ճանապարհն ունի։ Եթե լսել եք, երեք վարչապետը ասեց, որ արդեն նոր ուղիներ են գտել, այլ ընտրանք ունենք արդեն, որ մենք կարող ենք արդեն արտահանել ուրիշ երկրներ։ Բացի դա, մենք բոլորս էլ հասկանում ենք եւ գիտենք, որ այդ օրը գալու է, որովհետեւ անընդհատ մեր երկրում, ասենք, միշտ լարսը փակվել է, լարսը բացվել է։ Եթե իրանք ինչ որ Ռուսաստանը ցանկացել է մեզնից ուժի զորով ինչ որ բան հելադրի, ինքը միշտ լարսը փակել է։ Մենք էլ արդեն եթե լարսը փակում են, մենք ինչ պետք է անենք, արդեն պետք է մենք նոր ուղիներ արդեն գտնենք, բայց կա այդ նոր ուղին, այլ ընտրանք կա ԵԱՏՄ շուկայի։ Իհարկե կա։ Օրինակ որտեղ տանենք։ Ամեն ինչն էլ ամենտեղ էլ կարա վաճառվի։ Ու տանենք մեր ապրանքը, պարոն Մելքոնյան։ Մեր ապրանքը մենք կարող ենք տանել արաբական երկրներ, կարող ենք անել Եվրոպա։ Թուրքիան ճանապարհը շուտով բացելու է եւ Եվրոպան արդեն մեզ շատ է մոտենալու։ Այնպես որ մենք կարանք ցանկացած տեղ մեր ապրանքը արտահանենք։ Իմի որ Ամերիկա են տանում մեր որոշ ապրանքատեսակներ, ո՞նց են տանում։ Մարդիկ պայմանագրեր կապում են, որակով ապրանք են արտադրում, անում են նույնիսկ Ամերիկա։ Դա հավասարազոր, այսինքն որտեղ մեր շուկայի ամբողջ միր բանջարեղենը Ռուսաստան է գնում։ Հիմա մենք կարանք նույն ծավալի միր բանջարեղեն արտահանենք այլ երկրներ։ Իհարկե, մենք կամաց կարտահանենք բոլոր երկրներ, իսկ ինչ վերաբերվում է, որ մենք ամբողջ կյանքներս այդպես ճորտի կարգավիճակով պետք է մնանք, ռուսները երբ ուզենան բացեն, երբ ուզենան փակեն, մեզ ինչ որ պետք է իրանց անելու, իրանք չեն հասնելու արդեն դրան։ Մենք արդեն հասկացել ենք, այդ այն ժամանակները չէ։ Այսինքն նախկին շրջանում ճորտի կարգավիճակով ենք ապրել։ Ռուսաստանը մեզ ճորտ է դիտարկել։ Իհարկե։ Այս վերջի մանավանդ վերջի 30 տարին իրանք են թելադրել մեր քաղաքականությունը։ Մենք որևիցե մի պետության հետ իրավունք չենք ունեցել, մենք ինքներս բանակցենք մեր երկրի մասին։ Ամերիկայի հետ չենք կարացել խոսանք, որովհետև Ռուսաստանն է խոսացել Ամերիկայի հետ մեր երկրի մասին։ Թուրքիայի հետ բոլոր բանակցությունները, մեր տարածքները, որ վաճառել է Լենինից սկսած մինչև այսօր։ Իսկ հիմա որոշողը մենք ենք, թե օրինակ Թուրքիան, Ադրբեջանը։ Այո, մենք ենք որոշողը։ Այդ դեպքում ինչ է Ադրբեջանից ասում է ընդդիմությունը ձեզ, Ադրբեջանի թելադրանքով բաներ եք իրականացնում մեր երկրում։ Ինչ է, օրինակ ինչ է։ Ասում են սահմանադրությունն եք փոխում, սահմանազատումը իրանց ուզած ձևով եք անում։ Եթե դուք հիշում եք 18 թվականին, խոսվեց, որ մեր սահմանադրությունը պետք է փոխվի։ 18 թվականից է որոշված, որ սահմանադրությունը պետք է փոխվի, բայց այնց ստացավ կորոնավիրուս, նրանից հետո պատերազմներ։ Մասին չկար խոսք, հռչակագիրը փոխելու մասին չկար հղումը, որ պետք է համի։ Մեր սահմանադրությունը հիմի պետք է համահունչ լինի մեր պետական շահերին, մեր պետությանը։ Այդ որն է դա, այսինքն Արցախի մասին հիշատակում է հանել։ Արցախի մասին այդ էջը, որ ասում են փակված է, բացված է, Արցախի մասին խոսակցությունները ամեն մեկը ուզում է շահարկի Արցախը, շահարկում է Արցախը, որպեսզի ինքը այսպես ասած քվեներ տանի։ Արցախի ժողովուրդը գտնում է այստեղ Արցախը ինչի համար եք կռվել, եթե Արցախի էջը ուզում եք փակել։ Դուք այդքան տարի կռվել եք առաջի պատերազմի ժամանակ։ Հիմա ասում եք Արցախի էջը փակենք։ Ինչի համար եք կռվել։ Ասում եմ ամեն մեկը խոսում է իր շահերից, ամեն մեկ կուսակցություն, մանավանդ ասենք ռուսամետ կուսակցությունները հիմնականում վերցրել են Արցախի թեման ու սկսում են Արցախի թեմայից խոսալ ու բանանել։ Իրանք պատրաստ են Արցախ վերցնելու, իրանք պատրաստ են Արցախի հետ կապված ինչ-որ բան անելու։ Պատրաստ են իրանք։ Ոչ Դե այս պահին իրատեսական չի, բոլորն ասում են, բայց դուք ասում եք ընդհանրապես փակեք այդ։ Չէ, ընդհանրապես ուրեմն Արցախի թեման ինչ
ինչպես վարչապետն ասեց այդ թեմային մենք չենք անդրադառնում, չենք այդ թեման չենք շոշափելու, որովհետև մենք եթե սկզբից հիշում եք Արցախով ուզում էին Հայաստանը գրավեին, բայց Արցախը ով էր ուզում գրավել Արցախով Հայաստանը։ Արցախով ով էր ուզում Հայաստանը գրավել։ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը նվիրում էր, չէր գրում։ Նրանց քաղաքականության մեջ բան փոխվել է Ադրբեջանի, Թուրքիայի, այդ չեն ուզում գրավել։ Իհարկե, իրանք նախաստորագրել են խաղաղությունը եւ մենք հիմա գնում ենք այդ ճանապարհով, որ պետք է մեր երկրում խաղաղություն տիրի։ Մենք խաղաղությունը պաշտենք խաղաղությունը։ Մենք էլ երեխա չունենք կորցնելու, որ ասենք պատերազմ սկսենք։ Հետո իմի էմպայրն վերջերումս շքերթը որ եղավ, դու տեսակ, որ ինչքան առաջընթաց կա բանակի վերազինման, այն ժամանակ որ խոսում էինք 80 թվականների զենքերի մասին, սպառազինության մասին, իսկ իմի մենք արդեն արդիական տեխնիկա ունենք, մենք արդեն ինքներս ենք արտադրում սպառազինություն եւ վաճառում ենք։ Մի թեմա կա այս շրջանում անդադ քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ասում է, նաև պաշտպանության նախարարը, ձեզ որպես նաև առաջի պատերազմի մասնակից եմ հարցնում, ասում է ինչու չեք զոհվել Արցախի ռազմաքաղաքական էլիտային։ Հիմա բան Մելքոնյան, ո՞նց է ստացվել, որ դուք կռվել եք, բայց չեք զոհվել։ Ուրեմն այնտեղ բանը զոհվելը զակասով չի։ Այնտեղ ոնց որ ասում է ոչ թե դու ես որոշում պետք է զոհվես կամ չզոհվես, դու որոշում ես պետք է փախնես, որ չզոհվես, իսկ այն մարդիկ, որ կռվել են, զոհվել են։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի, որ ասում եք, ինքը հիմնականում էլիտային նկատի ունի, որ ասենք վերջի 44 օրյա պատերազմում ամբողջ էլիտան փախավ։ Պաշտոնյաները, կառավարության անդամները դեռ փախան եկան Երևան։ Իսկ էլի մենք գտնվում էինք այնտեղ։ Եթե իրանք փախնում գալիս էին, ո՞նց կարային զոհվեին։ Երբ թողեցին իրանք ժողովրդին մենակ, եւ երբ տարածում էին թե հողերը ծաղկված է, մի կռվեք, փախեք, այդ մարդկանց խոսքը Արցախի ղեկավարներն էին դա տարածում։ Նույնիսկ Արցախի ղեկավարները։ Այն մարդիկ, ովքեր որ քաշ ունեին, կշիռ ունեին Արցախում, հիմնականում ասենք այդ մարդիկն էին տարածում այդ ամեն ինչը։ Իսկ այդ ժամանակ, եթե մենք չէինք պարտվի, եթե ասենք Արցախի այդքան հերոս ունեինք Արցախի հերոսներ, եթե ամեն մի հերոս գեներալ գոնե 200 մարդ վերցներ ու Շուշին պաշտպաներ, չեր են գնել։ Պարոն Մելքոնյան, երեք հայտնի դարձավ, որ Մասիսի երկրի նախագահը ծեծել է ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին։ Ինչու եք ծեծում ձեր քաղաքական մրցակիցներին։ Այսօր հայտնի դարձավ արդյունքում եւս ԿՊԱ-ականները ծեծել են անդիմադիր կուսակցության ներկայացուցիչի։ Ինչն է պատճառը։ Ծեծ ու ջարդը նախընտրական էս օրերին, վերջին օրերին, ինչու։ Նախ ես չեմ ընդունում այդ ծեծ ու ջարդը, իսկ ինչ վերաբերում է ձեր իշտակած մարդկանց, տեղյակ չեմ, ազնվությամբ տեղյակ չեմ, թե ինչ է։ Նորմալ չեք համարում, բայց ծեծել է։ Չէ, ծեծ ու ջարդը ես բռնությունը ընդհանրապես ես Կարող պարտվում եք դրա համար ներվերները տեղի է տալիս։ Չեմ կարծում, մենք մոտ 60%-ից ավել ձայն եք տանելու, բախտելու ենք լիարժեք ձևով։ Որոշ մարդիկ իհարկե միշտ գուշակություններ են անում, որ չենք հաղթելու, բայց համոզված եղեք, որ հաղթանակը մեր կողմն է։ Եվ ժողովրդի շփում է, որ շփում ենք ժողովրդի հետ։ Ժողովուրդը իր խոսքը ասելու է հունիսի 7-ին ասելու է եւ մենք հաղթելու ենք։